հիշում եմ, թե ում եմ առաջին անգամ առաջինը գրանցել բիզնեսում։ Գրանցել եմ իմ ընկերուհուն ու ճիշտ որ ասեմ, ես չէի մտածում, որ ինքը կգրանցվի բիզնեսում, քանի որ այդ ժամանակ ինքը չէր աշխատում եւ ընդհանրապես փող չուներ։ Բայց ես որոշեցի, որ իմ հովանավորները ինձ ասել են, ոչինչ, դու պարապի, դու ասա ներկայացրա ու պարապի, այդ քո ասելը ներկայացնելը քեզ կօգնի ավելի լավ սովորել, թե ինչպես են խոսում, դե ես էլ որոշեցի, թե որ կորցնելու բան չունեմ, իրանք առաջարկեմ բիզնես եւ իրան ասեցի ինձ ասել են, որ ես պետքա պարապեմ ու քո վրա եմ ուզում պարապեմ, ուզում քեզ ներկայացնեմ այդ բիզնեսի գաղափարը։ Ասես ներկայացրու քնար ջան։ Ես էլ դրեցի մի կես ժամ իրան ներկայացրեցի իմ առաջին բիզնես պրեզենտացիան ու որ շատ հավես, շատ ինքնավստահ, ես իրան շատ շնորհակալ եմ, որ ինքը ինձ լսում էր ու շատ իր ես ճիշտ ասած թուղթու գրիչով էի, ես գրել էի թե ես իրան ինչ պետք է ասի, ինքը տեսնում էր, որ ես թուղթու գրիչով էի։ Հետո երբ որ ես վերջացրեցի, ինքը ինձ մի հատ ասես տարօրինակ հարց տվեց, ասեց այդ ամեն ինչը որ ասցիր քնարիկ ջան, դա ճիշտ էր, ասեցի հա ճիշտ էր, ասես գիտես ես մտածում եմ որ երևի ես այդ բիզնեսով կզբաղվեմ, ես շոկի մեջ էի, որովհետև սովորաբար մենք մտածում ենք որ այս մարդը չի զբաղվի բիզնեսով, որտեվ ինքը փող չունի, այն մարդը չի զբաղվի, որտեվ ինքը աշխատանք ունի, չէ, բայց իրական ես շոկի մեջ էի, որ իմ մտածածը, որ իրան հաստատ այդ բիզնեսը պետք չի, դուրս եկավ լրիվ սխալ։ Այդպեսի առաջին գրանցում բիզնեսում։